3 տարի առաջ Կապանում սկսեց գործել Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսարանը։ Հանդիսավոր բացումից հետո կառույցը սկսեց ակտիվորեն համագործակցել գրեթե բոլոր հաստատությունների հետ։ Մարզի ղեկավարի աշխատակազմից ու համայնքների ղեկավարներից սկսած մինչև հանրակրթական, մշակութային կրթօջախներ ու գործարարներ։ Ամենամյա ամփոփիչ միջոցառմանը հյուրերի կազմում էին բոլոր այն կառույցների ներկայացուցիչները, որոնց շնորհիվ հյուպատոսարանը կարողացել է բաժին հասած բարդ իրավիճակներից դուրս գալ պատվով, հաղթահարելով խնդիրները։ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան ժամանակավոր հավատարմատարը բարձր գնահատեց հյուպատոսարանի աշխատանքը, ընդգծելով. Իրանի եւ Հայաստանի միջև հարաբերություններն այնքան ամուր են, որ թույլ չեն տալիս երրորդ կողմերին նույնիսկ չնչին թույլ ըմբռնում առաջացնել երկու կողմերի միջև։ Հարաբերությունների գնացքը շարժվում է ճիշտ ուղեգծով, նշեց Պաշտոնյան, մեջբերելով փոխադարձ առևտրատնտեսական կապերի հեռանկարները։ Նախատեսումները ցույց են տալիս, որ այս տարի երկու երկրների միջև առևտրի ծավալը կգերազանցի $900 միլիոն։ Հաշվի առնելով մեր երկրների ղեկավարների ռազմավարությունը, որը միտված է առևտրի ծավալների մեծացմանը, անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ։ Արաքս գետի վրա առկա կամուրջը չի կարող սպասարկել նման ծավալի փոխադրումները։ Շարունակական ջանքերի շնորհիվ կանխատեսվում է, որ մոտ ապագայում կմեկնարկեն երկրորդ կամուրջի շինարարական աշխատանքները։ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության հիմնումը եւ Սյունիքի մարզի ազնիվ պաշտոնյաների ու բնակչության անգնահատելի համագործակցությունը շատ կարևոր դեր են խաղացել երկու երկրների միջև բոլոր առումներով հարաբերությունների զարգացման գործում։ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսարանը այս կարճ ժամանակահատվածում կարողացել է շատ մեծ աշխատանք կատարել, անդրադառնալով կառույցի 3 տարվա գործունեությանը, շեշտեց մարզի ղեկավարը։ Ձեր գործունեության շնորհիվ է, որ քննարկվում է Հայաստանի Հանրապետության, մասնավորապես Սյունիքի մարզի բոլոր դպրոցներում պարսկերեն լեզվի ուսուցումը, որտեղ մինչ այդ կարծես թե դրա պահանջարկը որպես այդպեսին շատ տեսանելի չէր։ Դա տեսանելի դարձավ, երբ որ ձեր աշխատանքի շնորհիվ հարաբերությունները ել ավելի խորացան, ակտիվ իրականացնում էին տարբեր միջոցառումներ, փառատոներ, գիտաժողովներ, այդ ամեն ինչը ուղղված էր երկու երկրների ժողովուրդների վերծեցման, իրար լավ ճանաչելու, ինչը կարծում եմ զարմանալիորեն ձեզ մոտ ստացվել է ու շատ բարձր մակարդակով։ Շնորհակալություն հայտնելով բոլոր ներկաներին, հյուպատոսը եւս մեկ անգամ հիշեց, թե ինչպես 3 տարի առաջ սկսեցին իրենց գործունեությունը եւ ինչ տրամադրությամբ։ Երբևէ չեմ մոռանա պարոն Թադևոսյանին եւ Տիկին Հասմիկին։ Այդ օրվա միջոցառումը, որին ներկա էին արտաքին գործերի երկու նախարարները, շատ բարձր մակարդակով բացում կատարվեց։ Նայելով այս 3 տարվա կատարածին, տեսնում եմ դեռ շատ անելիք ունենք։ Ընդամենը մի քանի աշխատակցով է հյուպատոսարանը կարողացել գործունեություն ծավալել մարզի ողջ տարածքում, հայ-իրանական փառատոններ կազմակերպել, պարսկերեն սովորեցնել, փոխադարձ այցեր կատարել, հյուրեր ընդունել, Իրան-Իսրայել հակամարտության օրերին աջակցել կարիքավորներին, նպաստել անցակետի անխափան աշխատանքին։ Հիմնական կասեի իրանցիների մեծ տոկոսը, եթե ինքնաթիռով չեն մտնում Հայաստան, բնականաբար անցնում են ցամաքային ճանապարհով եւ այցելում են Սյունիք։ Իրանի քաղաքացիների հարցով լինում են բազմաբնույթ, այսպես ասած, տեսակ աշխատանքային բեռնատարի վարորդների հետ կապված, որովհետեւ գիտեք, լեռնային ճանապարհը ունի իր վտանգները, դեպքեր են ունեցել ավտովթարներ, խնդիրներ եւ այլն, եւ բնականաբար այդ ընթացքին դիմում են մեզ, քանի որ Սյունիքում ենք անմիջապես դա կլինի գիշերը, կեսգիշերին կամ առավոտը շուտ եւ կամ աշխատանքային ժամերով, դա մեր աշխատանքների երևի կասեմ հիմնական ուղղվածությունը այդ կողմում է, որ աջակցում ենք բոլոր վարորդներին։ Ի պատիվ համագործակցության ու ջերմ հարաբերությունների միջոցառման ավարտին շնորհակալագրեր հանձնվեցին մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներին, գործարարներին, գործընկեր կազմակերպություններին, այդ թվում Սյունիք հեռուստաընկերությանը։